Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունն արդեն վերադարձել է ձմեռային նստաշրջանից։ Եվրոպական այդ ամբիոնում մեր падգամավորները հանդես են եկել մի շարք ելույթներով, անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաև ժողովրդավարության եւ անվտանգային մարտահրավերներին։ Թեմային այսօր անդրադառնալու ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանի հետ զրույցում։ Պարոն Հովհաննիսյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, այսօր եք վերադարձել եւ եկել մեզ հյուր։ Սկսենք հենց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում աշխատանքներից, հայկական պատվիրակության անդամները եւս ելույթներով հանդես եկան։ Իշխող ուժի կողմից հայտարարվեց, որ եկել է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու եւ վավերացնելու պահը։ Արդեն կան որոշակի նախանշված ժամկետներ, թեկուզ մոտավոր այդպես։ Ժամկետների մասին խոսել դեռևս չենք կարող, բայց կարող ենք խոսել մթնոլորտի մասին, որը բավականին արագ է փոփոխվում դեպի դրականը բնականաբար։ Մենք ինքներս տեսնում ենք ինչ փոփոխություններ են տեղի ունենում վստահության ամրապնդման հետ կապված, խաղաղության օրակարգի ամրապնդման հետ կապված եւ ըստ էության ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում նաեւ մեր մյուս գործընկերների համար մենք արձանագրում ենք այդ փոփոխությունները, ներկայացնում ենք իրավիճակը, նաեւ որպես օրինակ, թե ինչպես կարող է ուրեմն խաղաղություն հաստատվել, այն էլ մեր տարածաշրջանում, որտեղ տասնամյակներ շարունակ ուրեմն հակամարտություններ տեղի ունենում։ Բնականաբար խորհրդարանական վեհաժողովի ուրեմն քննարկումների առանցքում շարունակում է մնալ ռուս-ուկրաինական պատերազմը, շարունակում են մնալ հիբրիդային հարձակումները, ժամանակակից նաեւ տեխնոլոգիաներով եւ դրանց դեմ պայքարի գործիքակազմերը եւ արդեն մանավանդ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին հայ-ադրբեջանական հարաբերությունները օրինակելի են, կարելի ասել, նաև մի շարք երկրների համար։ Իսկ հնարավոր է, օրինակ, խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև ընտրությունները։ Նման գնահատականներ կարծես թե արդեն այսպես թեկուզ ոչ պաշտոնական որոշակի խողովակներով կարծես թե կան ուղերձներ։ Գիտեք, հնարավորությունների տեսանկյունից որևէ բան չենք կարող բացառել, քանի որ մենք էլ ենք արձանագրում, որ իրադարձությունները դրական իմաստով ավելի արագ են զարգանում, քան կանխատեսվում էր։ Դրա համար կարծում եմ հնարավորությունների տեսանկյունից որևէ բան չենք կարող բացառել, ամեն դեպքում մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ հույս ունենք, որ բնականաբար օր առաջ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը, որովհետեւ ըստ էության որևէ խոչընդոտ դրա ստորագրման համար հողի վրա գոյություն չունի։ Առևտրային հարաբերություններ հաստատելուն, երկուստեք խաղաղ պայմաններում ապրելու պատրաստակամության մասին խոսելուն զուգահեռ Ադրբեջանի նախագահը շարունակում է իր պնդումները։ Նույն սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հետ կապված ասում է, որ այդ պայմանագիրը ըստ էության կլինի կստորագրվի այն ժամանակ, երբ որ տեղի ունեն այդ փոփոխությունները, բանտերում են պահվում մեր հայրենակիցները եւ այս ամենը չի խանգարում այդ ստորագրման գործընթացին։ Բնականաբար այս ամենը առնվազն չի կարող օգնել, որովհետև ըստ էության որևէ իրավական խոչընդոտ գոյություն չունի Հայաստանի Հանրապետության որևէ օրենսդրությունում, առավելապես Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Այսինքն այն խոսույթը առայն, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ առկա են կետեր, որոնք ուրեմն տարածքային պահանջներ են ներկայացնում, այս կամ այն կերպ են ուրեմն մեկնաբանվում, ըստ էության իրավական առումով որևէ հիմնավորում չունի եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը սահմանազատման եւ սահմանագծման կանոնակարգի ուրեմն քննարկման ժամանակ, որի դեպ առաջին պաշտոնական փաստաթուղթն էր ստորագրված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այդ ժամանակ հստակ արձանագրել է, որ մեր սահմանադրության մեջ որևէ նման ուրեմն մեկնաբանելի նախադասությունն անգամ չկա։ Եվ ըստ էության ցավոք այո շարունակում են ադրբեջանական կողմից նախագահի մակարդակով Ադրբեջանի հնչել նման հայտարարություններ, մենք շարունակում ենք այս ուղղությամբ աշխատել, մեզ համար լեգիտիմ են բոլոր այն հայտարարությունները, որոնք ունեն իրավական հիմք, ըստ էության եւ իրավական հիմքերը խոսում են այն մասին, որ որևէ խոչընդոտ այս պահին հողի վրա գոյություն չունի, ուրեմն ստորագրելու համար խաղաղության համաձայնագիրը, իսկ ընդհանուր առմամբ սահմանադրության փոփոխության թեման Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական օրակարգի թեմա է եւ ըստ էության որևէ արտաքին
դերակատար չի կարող նման մեկնաբանություններով հանդես գալ Սահմանադրության վերաբերյալ եւ չի կարող որևէ կերպ պարտադրել Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետությանը փոփոխել Սահմանադրությունը։ Եթե Սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան, իսկ մենք պատրաստվում ենք Սահմանադրական փոփոխությունների գնալ, ապա այդ Սահմանադրական փոփոխությունների հիմքերը բացառապես գտնվում են Հայաստանի Հանրապետության ներսում եւ որևէ արտաքին ուրեմն դրդապատճառներ մենք դրա համար չունենք այս պահին, բայց զուգահեռաբար ձեր կողմից հիշատակվող խոսույթներին Ադրբեջանից հնչող ես կարող եմ արձանագրել, որ օրինակ ԵԱԿ խորհրդարանական վեաժողովի ադրբեջանական պատվիրակությունը հնարավորինս ուրեմն հնարավորինս գործընկերային ուրեմն խոսույթ ունի, կրկին խոսում է խաղաղության կարևորության մասին, խաղաղության ամրապնդման մասին եւ կրկին նրանք էլ արձանագրում են այն մթնոլորտը դրական իմաստով, որն այսօր գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Պարոն Հովհաննիսյան, ԵԱՀԿ-ում նաեւ հայկական պատվիրակությունից ձեր ընդդիմադիր գործընկերներից ելույթ եղավ, խոսեցին նաև Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին եւ ընդգծեցին, որ ժողովրդավարությունն անկում է ապրում։ Եվ մենք ըստ ընդդիմության մոտենում ենք 2026 թվականի ընտրություններին այնպիսի պայմաններում, որոնք այլևս չեն համապատասխանում ազատ եւ արդար ժողովրդավարական մրցակցության նվազագույն չափանիշներին։ Ձեր մեկնաբանությունը։ Դե մենք պետք է արձանագրենք, որ մենք ժողովրդավար երկիր ենք, սրա մասին ես չէ որ պետք է խոսեմ կամ խոսքով չի որ պետք է ուրեմն արձանագրենք, այլ սրա վերաբերյալ կան զեկույցներ միջազգային եւ մեր եվրոպացի երկրները ժողովրդավար երկրներն առնվազն շատ լավ հասկանում են եւ տեսնում են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում, պատվիրակության կազմում հենց ժողովրդավարական սկզբունքներից ելնելով էլ պարտադիր պետք է լինեն ընդդիմադիր անդամներ, մեր պատվիրակության ընդդիմադիր անդամը Դաշնակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանն է եւ ես այլ բան չեմ էլ ակնկալում Դաշնակցության ներկայացուցիչից, որ կարող է խոսել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, բնականաբար պետք է փորձ անեն իրենց նարատիվները, որոնք երկրի ներսում են փորձում գեներացնել, նույն բանն անեն նաեւ երկրից դուրս, խոսել ուրեմն տարբեր թեզերի մասին, Հայաստանում ժողովրդավարության անկման մասին եւ այլն եւ այդպես շարունակ, ինչը բնականաբար բոլորի համար ակնհայտ է, որ չի համապատասխանում իրականությանը, մարդիկ գալիս են, տեսնում են այն փոփոխությունները, որոնք եղել են Հայաստանի Հանրապետությունում, առաջիկայում էլ ԵԱԿ խորհրդարանական վեաժողովի դիտորդական առաքելությունը կլինի Հայաստանում եւ եւս մեկ անգամ կարձանագրի, թե ինչպիսի թափանցիկ արդար ընտրություններ են տեղի ունենում Հայաստանում, որի հետ կարող են համեմատվել կամ միգուցե չեն կարող համեմատվել Եվրոպայի ամենաառաջատար երկրներն անգամ։ Այսինքն նման ընդդիմության կողմից հնչող նման ելույթներից հետո օրինակ իշխանությանը եվրոպական հարթակներից հարցեր չեն ուղղում, նույն ԵԱՀԿ-ում, թե այսինչի մասին է խոսում ձեր падգամավորը, ինչ է տիրում այնտեղ եւ այլն։ Գիտեք, բնականաբար մասնավոր խոսակցություններում հարցադրումներ կան կամ զարմանք կա առնվազն թե ինչու է Հայաստանի ներկայացուցիչը նման հայտարարություններ անում, բայց բոլորի համար էլ ակնհայտ է, որ բնական է, որ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը, որը ըստ էության նաև հարում է եւ սպասարկում է երրորդ երկրի շահ, այս դեպքում նաև հստակ խոսում է Ռուսաստանի Դաշնության շահերից, այս պարագայում, որտեղ մենք բոլորս արդեն հասկացել ենք, որ մարդիկ բաց կերպով խաղում են եւ առաջարկում են Հայաստանի Հանրապետությանը դառնալ ծայրագավառ, բոլորի համար սա ակնհայտ է, իհարկե տհաճ է լսել իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ նման հարթակներում, բայց ամեն դեպքում բոլորն էլ ամեն բան գիտեն եւ բոլորն էլ ճշմարտությունները գիտեն եւ բոլորն էլ տեսնում են այն զեկույցներ եւ թվերը խոսքի ազատության այն մակարդակը ժողովրդավարության այն մակարդակը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Տիկին Գալստյանն իր ելույթում նաեւ հայտարարել է, որ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի, դատական համակարգի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը։ Որոնք են լինում ձեր հակափաստարկներն այս պնդումներին, այսինքն այնտեղ կրկին ելույթներ կամ փակ հանդիպումներ նման հարցերի դեպքում առաջանում են, որպեսզի դուք էլ ձեր հակափաստարկները ներկայացնեք, որովհետև ես նկատում եմ, որ իշխող ուժի ներկայացուցիչների ելույթները հիմնականում արտաքին հարաբերություններին են վերաբերում, այսինքն խաղաղության գործընթացին, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Գիտեք ինչ կա, մենք այդ հարթակներն օգտագործում ենք Հայաստանի Հանրապետության շահերից բխող օրակարգերն առաջ տանելու համար, մեր երկրում տեղ ունեցող փոփոխությունները ներկայացնելու համար հիմնավոր կերպով եւ բնավ կարիքը չեմ տեսնում անդրադառնալու մտածածին ուրեմն հիբրիդային գործիքակազմի մաս հանդիսացող ուրեմն ելույթներին եւ մարդկանց օրինակ ես իմ ելույթում խոսել եմ արտաքին ազդեցության փորձերի մասին նախընտրական շրջանում եւ ընտրական շրջանում խոսել եմ հիբրիդային հարձակումների միջամտությունների մասին խոսել եմ մարդկանց մասին որոնք որ
սպասարկում են հենց նշածս արտաքին ազդեցության գործիքներ են դառնում եւ սպասարկում են արտաքին քաղաքական շահերը եւ հենց այս իմ ելույթից հետո էլ ելույթի անունը ընդդիմադիր падգամավորը, որ իր ելույթով եւ ներկայությամբ ապացուցում է այն ամենը, ինչ որ ես դրանից առաջ 10 րոպե առաջ խոսել էի, հետեւաբար որքան էլ որ տհաճ է մեզ համար, բայց մեր եվրոպացի գործընկերները շատ լավ հասկանում են ժողովրդական լեզվով ասած, որից հետո է, ով ում բարեկամն է եւ մեկ ելույթով կամ մեկ խոսքով չի, որ պետք է մարդիկ լավ կամ վատ կարծիք կազմեն Հայաստանի մասին, լավ կամ վատ կարծիք կազմում են ելնելով փաստերից, ուրեմն իրողություններից եւ ես միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի միջազգային վարկանիշ, որը չի ունեցել պատմության որևէ մի փուլում եւ Հայաստանի Հանրապետության հետ հաշվի են նստում, Հայաստանի Հանրապետությունը խաղացող է, Հայաստանի Հանրապետությունը իր դիրքորոշումներն է արտահայտում, փոփոխությունների վերաբերյալ փոփոխություններ է առաջարկում, Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը պարոն Խանդանյանը մեր ուրեմն պատվիրակության ղեկավարը ժողովրդավարության, մարդու իրավունքների հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել, սա կարծում եմ շատ մեծ բան է նշանակում արդեն ինքնին։ Ինչպես դուք ասացիք, ձեր ելույթում անդրադարձել եք հիբրիդային միջամտությանը, այդ հիբրիդային հարձակումները, հատկապես որ ընտրությունների նախաշեմին շատ է խոսվում իշխող ուժի կողմից, դրանք Ռուսաստանից են գալիս ձեր գնահատմամբ։ Դե բնակը մենք չենք կարող չասել այդպես, որովհետև առնվազն հրապարակային դաշտում մի շարք ռուս գործիչներ թե քաղաքական, թե մեդիա գործիչներ շատ ուղիղ կերպով հայտարարություններ են անում, որոնք արտաքին միջամտության մասին են խոսում։ Այսինքն նույն Սալավյովի հայտարարությունը կամ նրա նմանների, ուրեմն նրա նման մարդկանց շրջանակներից հնչող հայտարարությունները հենց սրա մասին են եւ ես չէ որ պետքա մարդկանց ասեմ որտեղից են հնչում, մարդիկ շատ լավ տեսնում են որտեղից են հնչում նման հայտարարությունները, որտեղից են գալիս ռիսկերը եւ այլն եւ այդպես շարունակ։ Բնականաբար միայն այդ ուղղության մասին խոսել չենք կարող, մենք հնարավորինս ուշադիր պետք է լինենք, զգոն պետք է լինենք կիբերավտանգության իմաստով, ժողովրդավարական ինստիտուտների կայունության իմաստով եւ կարծում եմ Հայաստանի Հանրապետությունն արդեն բավականին մեծ ներուժ ունի պայքարելու իր նկատմամբ հիբրիդային հարձակումների դեմ, արտաքին միջամտությունների փորձերի դեմ։ Մենք սա ապացուցել ենք արդեն մի քանի ընտրություններում, հատկապես 2021 թվականի ընտրություններին եւ եթե մենք հաղթահարել ենք շատ ուժգին հարձակումները 21 թվականին։ Նույն հարձակումներն են, թե հիմա ավելի ավելի ուժեղ են։ Հիմա ավելի բաց են այդ հարձակումներն առնվազն, թե ներսից, թե դրսից։ Մենք սա տեսնում ենք, թե ներքաղաքական հայտարարությունների տեսքով, թե դրսից հնչող հայտարարությունների տեսքով, բայց ես վստահ ասում եմ, որ մենք պատրաստ ենք անցկացնելու հերթական, ուրեմն ժողովրդավար, թափանցիկ ընտրությունները, որտեղ ես վստահ եմ, որ հաղթելու է ժողովուրդը, հաղթելու է Հայաստանի Հանրապետությունը։ Այ ընտրություններին դեռ կգանք, ձեր ընդդիմախոսները այդ հիբրիդային հարձակումների հետ կապված ասում են, դուք ասում եք Ռուսաստանից են այդ հարձակումները, բայց օրինակ Ռուսաստանն էլ ասում եք մեր դաշնակիցն է, մեր բարեկամն է։ Այդ դեպքում եթե դաշնակից ու բարեկամ ենք համարում, արդյոք դաշնակիցն ու բարեկամը կարող է այսպես մեջքից հարվածել եւ հիբրիդային հարձակում գործել, ցանկանալ այսպես իշխանափոխություն կամ իշխանություն տապալել այստեղ։ Չեն հակասում այս երկու հայտարարությունները։ Հակասում են եւ խնդիրը հենց սրա մեջ է եւ այդ հակասություններին մենք սկսել ենք բախվել թերևս 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից, երբ մեր ակնկալիքը եւ փաստաթղթերով եւ մեր ընկալումներում եղած իրականությունները սկսեցին իրար հակասել։ Այդ հակասությունները ցավոք չեն վերացել մինչև այսօր։ Մենք շարունակում ենք մեր ռուս գործընկերների հետ աշխատել ամենաբարձր մակարդակում, բայց մենք տեսնում ենք, որ ցածր մակարդակում, միջին մակարդակում տարբեր գործիչներ վառ օրինակներով անում են հայտարարություններ, որոնք ուղիղ միջամտության փորձ են Հայաստանի ներքաղաքական կյանքին, մենք մեդիա դեմքերի ենք ճանաչում, քաղաքական գործիչների ենք ճանաչում, որոնք շատ զգույշ, անզգույշ ուրեմն հայտարարություններ են անում, որը ըստ էության չի բխում, ինչպես դուք իրավացիորեն նշում եք, դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններից եւ մենք ամեն անգամ մեր գործընկերներին մեր ուրեմն դժգոհությունն արտահայտում ենք, հույս ստացելով, որ այլևս նման բաներ չեն կրկնվի։ Ընտրություններին մի քանի ամիս է ըստ էության մնացել եւ արդեն կարծես թե քիչ-քիչ ուրվագծվում է քաղաքական դաշտը, թե ովքեր են մասնակցելու ընտրություններին, արդեն այսպես համագործակցության եզրեր են նկատվում, համագործակցությունների մասին են հայտարարվում եւ ընդդիմադիր դաշտից արդեն կարծես թե նաեւ կա հետհաշվարկ, որ մնաց այսքան օր եւ այլևս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի լինելու Հայաստանում իշխանության։
Դա այդ հետ հաշվարկը ըստ էության, եթե ես չեմ սխալվում, ընդդիմության շրջանակների մոտ սկսվել է 2018 թվականի մայիսի 8-ից, ու մինչև հիմա հետ հաշվարկ են անում, չեմ հասկանում դրա տրամաբանությունը եւ մինչև երբ են պատրաստում հետ հաշվարկ անել։ Միակ հետ հաշվարկը, որ կա այսօր, դա այն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերջնականապես փակվելու է, ուրեմն բոլոր այն ուժերի հնարավորությունները, որոնք փորձում են արտաքին ազդեցություն հաստատել Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը դարձնել ծայրագավառ։ Եվ այդ մարդիկ շատ ուղիղ են սրա մասին խոսում։ Այդ մարդիկ խոսում են թրիփը ինչ որ անհասկանալի բաներով փոխարինելու մասին, թրիփը անհասկանալի ձևախեղումների ուրեմն ենթարկելու մասին, ինչ ուղիղ նշանակում է, որ այդ մարդիկ խոսում են նրա մասին, որ Հայաստանը չպետք է ապաշրջափակվի։ Սա շատ ուղիղ է։ Խոսում են մարդիկ Գյումրի 2 սցենարը շատ բաց տեսքով։ Իդեպ դա շատ հավանական են համարում։ Կրկնելու մասին, այո, շատ հավանական են համարում, բայց ես կարծում եմ եւ վստահ եմ, որ նրանք տապալվելու են, որովհետեւ հայ ժողովուրդը ընտրելու է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը այս փոփոխություններից հետո, խաղաղության հաստատումից հետո, այն պայմանագրերից հետո, որոնք միլիարդավոր դոլարների ներդրումներ են ենթադրում Հայաստանում, ենթադրում են, որ Հայաստանն ապաշրջափակվելու է, ենթադրում են, որ վիզաներն են ազատականացվելու, փոփոխություններից առողջապահության ապահովագրության պայմաններում մարդիկ չեն կարող գնալ ընտրել ծայրագավառում ապրելու ապագան։ Մարդիկ ընտրելու են Հայաստանի Հանրապետության ազատ ինքնիշխան ապագան, որտեղ մենք ապրում ենք արդեն ուրեմն բավականին երկար ժամանակ։ Նրանք էլ ասում են, եթե դուք ուզում եք, որ մենք ավելի ուժեղանանք, եթե ուզում եք, որ օրինակ Ալիևի խոսքերին առանց այսպես կաշկանդվելու ասենք ոչ, արժանապատիվ խաղաղություն ձևավորենք, ապա պետք է ընտրեք մեզ եւ կասկած չունենք, որ մեզ էլ ընտրելու եք։ Դա դե գիտեք, սա ըստ էության պոպուլիստական եւ ներողություն արտահայտությանս համար դատարկ ուրեմն խոսակցություններ են եւ այն որ մարդիկ շատ փող ունեն, դեռ չի նշանակում, որ խելքել ունեն եւ փորձը ցույց է տալիս, որ շատ փողը ուրեմն չի լցնում նրանց բովանդակությամբ։ Մենք սա տեսնում ենք ամենատարբեր հայտարարություններով, չգիտեմ ինչ նախարարություն բացելուց, ավարտած Գյումրին գյուղ անվանելուց։ Մենք վերջի վերջո գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ներկայացրել են Հայաստանի Հանրապետության քրեա օլիգարխիկ միջավայրը տասնամյակներ շարունակ։ Նույն Սամվել Կարապետյանը, իր եղբայրը Կարեն Կարապետյանը, ով մարտի 1-ի ժամանակ Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարն է եղել։ Հիմա այս նույն մարդիկ, նույն Գագիկ Ծառուկյանը, ով էլի մարտի 1-ի ժամանակ ամենատարբեր դրվագներով ասում են, որ ներգրաված են եղել տարբեր մարդիկ, Թիկնազոր եւ այլն եւ քաղաքական դերակատարը, բայց ինչու են նրանք այդ դեպքում ազատ մասնակցում, օրինակ դուք մեղադրանքներ եք հնչեցնում, բայց նրանք տեսեք, մենք ժողովրդավար երկրում ենք ապրում եւ եթե որևէ իրավական հանգամանք ի հայտ գա, որ որևէ մեկը, որևէ ուժ, որևէ անձ չի կարող մասնակցել ընտրական գործընթացին, նա չի մասնակցելու ընտրական գործընթացին։ Հիմա կա օրինակ, երբ որ խոսում են, ասում են, այս մարդն է մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանի դեպքում, բայց այդ մարդը 3 երկրի քաղաքացի է եւ որևէ կերպ իրավական առումով չի կարող դառնալ երկրի ղեկավար կամ անգամ ասում են ընտրվելու ենք եւ առաջին որոշումը փոխելու ենք Դե սահմանադրությունը։ սա պարզ մանիպուլյացիա է, սուտ է, որովհետեւ ընթացակարգերով հնարավոր չի նման բան անել եւ մարդիկ շատ ուղիղ, ես հենց սրա մասին էի խոսում, մարդիկ շատ ուղիղ կերպով ասում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ինչ են ասում, ասում են գալու ենք, փոխենք սահմանադրությունը, ստեղծենք այնպիսի սահմանադրություն, որի դեպքում հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարվի արտաքին ուժերի կողմից։ Սա է նրանց ասածը, շատ ուղիղ կերպով են այս մարդիկ սա ասում։ Շատ ուղիղ չեն էլ թաքցնում իրենց դավադիր պլանները։ Սա է նրանց ուրեմն ինչպես է արտահայտվում ուղիղ կերպով ասելը։ Ուղիղ կերպով ասելը հենց սրանով արտահայտվում, որ հնարավոր չի սահմանադրությունում նման փոփոխություններ իրականացնել այդ ժամկետում, որովհետև նոր ազգային ժողովի ընտրության ժամանակ նախ ազգային ժողովի այս գումարումը գործելու է մինչև օգոստոս։ Հետևաբար արդեն իսկ ընտրություններից 20 օր հետո հնարավոր չի որևէ փոփոխություն անել, որովհետև այս գումարման ազգային ժողովն է գործելու անկախ ընտրությունների արդյունքներից։ Հետևաբար այստեղ արդեն իսկ սուտը սկսվում է։ Սուտը շարունակվում է այն կետում, երբ որ պետք է առաջին իսկ նիստում առաջադրվի վարչապետի տեխնացու, իսկ նրանց կողմից հիշատակվող վարչապետի տեխնացուն, որը որ իբր պետք է լինի, որևէ ուրեմն կերպ հնարավոր չի որ կարողանա առաջադրվել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել որևէ падգամավորի տեխնացու կամ վարչապետի տեխնացու, ով ուրեմն 3 երկրների քաղաքացի է հանդիսանում։ Սա պարզ
պրիմիտիվ, մանիպուլատիվ ուրեմն հայտարարություններ են, որոնք շատ ուրեմն հեշտ է հերքելը եւ ես կարծում եմ, քանի մենք մոտենանք ընտրական գործընթացներին, ել ավելի շատ ստեր կհերքվեն եւ մեր ժողովուրդն ավելի լավ կհասկանա, թե ինչ են ուզում անել եւ ինչպես են ցանկանում կրկին փորձել գողանալ ինքնիշխանությունը Հայաստանի Հանրապետությունից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր։